Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Ազգին վերակազմավորումը որպես պայքարի ձև Լիդիա Մարկոսյան։ Հարձակումը հայ առաքելական եկեղեցու դեմ անընդունելի է Գիլերմո Կարամանյան։ Western Armenia շաբաթաթերթին 80-րդ համանատույց եկալ Աղթամար կղզին ու Սուրբ Խաչ եկեղեցին Վան, Արևմտյան Հայաստան։ Դորթյոլի հայ համայնքին ցավալի ճակատագիրը։ Խոտերին դերդան, պաժարը վանալջի ափին Բիթլիսա պանիկի պատճառնատարալ։ Financial Times պարբերականը Հայաստանի նվիրված հոդվածահրապարակալ միաբանական համագումարի մասնակիցներ կեցան Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն ու Կոմիտասի անվան պանթեոն։ Արևմտյան Հայաստանախորհրդարանական նստաշրջանին վաղտը Լիդիա Մարկոսյանը հանդես է եկալ ելույթով, ընդգծելով հայկական ինքնության պահպանման, վերակազմավորման ու իրավական պայքարին կարևորությունը, շեշտալավեր մեր ժամանակների դիմադրությունը դրսևորումը Արևմտյան Հայաստանապետական վերակազմավորման միջոցառը, գնահատելով խորհրդարանի կառավարության ու դիվանագիտական կառույցներին գործը։ Տիկի Մարկոսյանը մերժալաց սփյուռք տերմինը նախընտրելով արտաքսված ժողովուրդ հասկացություն նշելով դա ազգային գոյության դեմ ուղղված վտանգ է։ Ինքը նորից արձանագրալ ավերհայերի ցեղասպանությունը շարունակվում է, ընդգծալ Արցախի Արևմտյան Հայաստանի հայ բնակչության նկատմամբ ճնշումներն որպես դրա արդի դրսևորումներ։ Փաստ տալավեր մենակ Արևմտյան Հայաստանը ունի մանդատ ներկայացնել արցախաբնիկների իրավունքներ միջազգային ատյաններում։ Արդեն սկսան իրավական գործընթացներն ընդդեմոկուպացիայի մշակութային կործանման ու ժառանգության յուրացման։ Մարկոսյանը կրկնալ է հայերի միակ խաղաղ ճանապարհը Սևրի դաշնագրավ սահմանված սահմաններն են, յուրան եզրափակիչ կոչը հնչալա սաղ հայ ժողովրդին ստանձնել Արևմտյան Հայաստանը քաղաքացիություն որպես դիմադրության բարձրագույն ձև։ 2025 թվականի հունիսի 13-ին Արգենտինայից հանդես եկյալ Արևմտյան Հայաստանը դեսպան դոկտոր Գիլերմո Կարամանյանը դատապարտել է հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հարձակումներն, ընդգծելով եկեղեցին դարեր շարունակ իրել է հայ ժողովրդի ինքնության պահապանը։ Կոչ արել սա հոգևորականներին պիցրցնել ճշմարտությունը ու նպաստել մեր 1920 թվականի միջազգային ճանաչում ստացած պետության վերածնմանը։ Կարամանյանը ընդգծալ ավեր 1995 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը փաստացիորեն ընջատվել է պատմական Հայաստանը, իսկ ներկայիս իշխանությունն հատկապես Արցախահարցումը խաթարում են մեր ազգային իրավունքներն։ Ներկայիս հարձակումը եկեղեցու դեմ ըստ դեսպանի նպատակոն է թույլատրել պատմական Հայաստանը յուրան իրավական ժառանգության հիշողությունը, կոչ արել հոգևոր առաջնորդներին համագործակցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության հետ պայքարելի մեր միջազգային ճանաչված իրավունքներին հետի։ Արևմտյան Հայաստանը մունքսաղսնք եզրափակալ է ինքը։ Հրապարակվալա Western Armenia շաբաթաթերթին հոբելյանական 80-րդ համարը վերը ներառելիս այլ մի քանի արդիական ու կարևոր հոդվածն է նվիրված հայկական իրավունքի, Արցախ ապագայի ու տարածաշրջանային զարգացումների վերլուծությանը։ Թերթինես համարումը կարդողներին կարին ծանոթանան հետևյալ թեմաներին՝ հայացք Երևանն, խորագրավ ԵՀԿ Մինսկի խմբի լռությունը Բաքվի ռազմական ու քաղաքական հանցագործությունների նկատմամբ։ Amnesty International-ի գնահատականը ըստ որի անտեսվում է հայերի Արցախ անվտանգ ու արժանապատիվ ձևով ետեռնալի իրավունքը։ Մետաքսե Հակոբյանի վերլուծությունը Շուշվա մասին շտեղ ինքը շեշտում է Շուշին պիտի ազատագրվի, քանի որ տարալա վերադառնալի, վերակերտելի ու վերազարդնելի ազգային խորհրդանիշը։ Տիգրան Աբրահամյանի դիտարկումը ըստ վերին Բաքուն նորից խախտալա հրադադարի ռեժիմը խնածախա խոզնավարա ու այլ ուղղություններով։ Շաբաթաթերթը հասանելի է 4 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն։ Համարը կարի կարդիկ Western Armenia TV-ին կայքումը։ Աղթամարավանքը Վանալջի հարավարևելյան հատվածում գտնվող Աղթամար կղզու երանը։ Միջնադարյան հոգևոր ու մշակութային կենտրոն հանդիսացած վանքը 1113-1895 թվականին իրել է կաթողիկոսանիստ, յուրան գլխավոր կառույցը Սուրբ Խաչ եկեղեցին է, սարքված 915-925 թվականին Գագիկ Արծրունու օրոք ճարտարապետ Մանուելի նախագծավը։ Եկեղեցին հայտնի է յուրան բարձր արվեստ քանդակներով ու ճարտարապետական յուրօրինակ լուծումներով, յուրան պատերը զարդարված են Քյոհնյա ու Թազյա կտակարանի թեմաներով, քանդակաշարերով։ Արծրունիների թագավորության օրոք կղզում սարքվել նաև ամրոց, պալատ ու նավահանգիստ։ Աղթամարը դարեր շարունակ իրել է գրչության կենտրոն, շտեղ գործունեալ նշանավոր գրիչներ։ Վանքը ամայացել է 1917-ին, իսկ 2007-ին Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել է ու մեհենգել գործում է որպես թանգարան։
Դորդ յոլը երբեմն հայտնի նաև որպես Դորդ, Տիորդ կամ Ումրանիե Կիրիկեի պատմական գավառակները միննա իրար Ադանային նահանգումը։ Այս շրջանով հայտնի հայկական համայնքը մեծ փորձությունների է ենթարկվել Բեռվի համաշխարհային կռվին տարիներին։ 1915 թվին հայ դեմ իրականացված ցեղասպանության վախտը Դորդ յոլին շուրջ 7168 հայ բնակիչ բռնագաղթվել է։ Այս իրադարձությունը համայնքին հետի տարալ է մարգինալացման ու կորստի սկիզբը։ Հայրը ստղդար է շարունակապրել սնելալ պահպանելով իրենց եկեղեցին մշակույթնակրթությունը։ Դորդ յոլը սոր մենակ հիշողության մեջ է ապրում որպես հայկական անցյալի մի հատ խորը վերք Կիլիկիային սրտումը։ 2025 թվականի հունիսի 14-ին Բիթլիզա Ադելիջևա շրջանը Վանա լճի ափին խոտածածկ տարածքում պաժար անգալ սուրճարանի մոտակայքում։ Պաժարին պատճառն հալամ անհայտն, բայց այն կարճ ժամանակում խոչապի մատնալ բնակիչներին։ Դեպքի վայրն եկալ Ադելիջևազա համայնքային պաժարնի ծառայության խմբերը։ Իրանք շատ շուշույթ արձագանք հալուն ու գրեցալն 5-9 կրակը մինչև դրա տարածումը։ Բարեբախտաբար կրակը հանգեցվել է առանց մեծ վնասների, իսկ դեպքի վերաբերյալ սկսվել է հետաքննություն։ Այս միջադեպը եւս մեծ ընդգծում է բնապահպանական զգոնության ու կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը Վանա լճին շրջակայքում։ Financial Times պարբերականը թազա վայրեր բացահայտել սիրող զբոսաշրջիկներին խորհրդատամ գլխապտույտ ճանապարհորդություն կատարել Բիդյա Հայաստան։ Սա առատաձեռնության երգիր է, ամենաքյոհնյա քրիստոնյա ազգը ու քաղաքակրթության բնորանը։ Պատմության մշակույթների կայսրությունների այս յուրահատուկ խառնուրդը հունցնավ հայ ժողովրդին կամքն է հաստատակամությունը հաղթահարելի անցյալի դաժանությունեն սարքում երգիրը հարուստ ու հետաքրքիր ասվում է հրապարակման մեջին։ Նշում է Վեր Հայաստանը յուրան բարդ անցյալ կերտումա համարձակ ապագա հոդվածի հեղինակներն հիշատակում են խոր վիրապավանքը, Նորատուսի հնագույն խաչքարերը, Դիլիջանա Գյումրին, Ծիծեռնակաբերդա հուշահամալիրը ու Սևանա լիճը։ Հունիսի 16-ի միաբանական համագումարին առիթավը մայր աթոռում մեկտեղված Հայաստանա սփյուռքա թեմերում ու եկեղեցական կառույցներում սպասավորող Սուրբ Էջմիածնի միաբանն մինչ համագումարի պաշտոնական սկսելը Քեցան Ծիծեռնակաբերդա հուշահամալիր իրենց խոնարհումը բերելով հայերի դեմ իրականացված ցեղասպանության սուրբ նահատակներին։ Հուշահամալիրը ծաղկեպսակին զետեղումանը յետը հոգևոր հայրերը կատարալ են նաև հայերի դեմ իրականացված ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգը։ Հետո եկեղեցականն Քեցան Եռաբլուր զինվորական պանթեոն իրենց հարգանքի տուրքը մատուցելի հանուն հայրենիքի իրենց կյանքը ընծայաբերած քաջորդիների հիշատակին ու աղեթելու իրենց հոգիների հանգստության ու խաղաղության հետի։ Միաբանական համագումարի մասնակիցներն Քեցան նաև Կոմիտաս անվան պանթեոն իրենց հարգանքի տուրքը մատուցելի Կոմիտաս վարդապետի հիշատակին։ Միաբանն հայ եկեղեցու մեծանուն վարդապետի շիրիմին կատարան հոգեհանգստյան կարգ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։